Սիրելի գյումրեցիներ, Շիրակի մարզի սիրելի ներկայացուցիչներ, ինձ համար մշտապես Գյումրի գալը կամ Շիրակի մարզ գալը մի մեծ հաճույք է, շփվելու այս հավես կոլորիտով, հումորով մարդկանց հետ, այնպես որ մեծ հաճույքով ենք միշտ գալիս այս հետ հանդիպման։ Ես տեսնում եմ մարդկանց նաև, ում հետ շատ երկար ճանապարհ ենք անցել, դժվար փորձությունների միջով ենք անցել, եւ ես մեծ հպարտությամբ պետք է ասեմ, որ ձեզանից որևէ մեկը հետքայլ չի կատարել այս տարիների իր անցած ճանապարհի համար եւ նաեւ դրա համար եմ ուզում շնորհակալություն հայտնել։ Իմ գործընկերները հիմնական այսպես ուղենիշներով ասեցին, ես քանի որ դալիճում տեսա երիտասարդների, ուզում եմ մեր ծրագրային մի դրույթներից մեկի մասին խոսել, այն է անվճար բարձրագույն կրթությունը։ Մարդկային ռեսուրսը մեր ամենաթանկ ռեսուրսն է եւ մենք երիտասարդներին պետք է հնարավորություն տանք անվճար ու որակյալ կրթություն ստանալ։ Ես վերջին ստատիստիկան հանել եմ, վերջին 10 տարիներին թե կրթության վճարը ինչքանով է փոխվել։ 200,000, 300,000, 400,000 տարբեր ֆակուլտետներ, տարբեր համալսարաններ ավելացրել են գումարը։ Բա դրա դիմաց ինչ են տալիս։ Կրթության որակը դրանից փոխվում է, վստահաբար չի փոխվում։ Եվ այդ 8 միլիարդով, որ ավելացրել են մեր պետական պարտքը, ինչ արժեք են ստեղծել։ Ես վստահ եմ, ու այդ հաշվարկներն ունենք, որ մենք երիտասարդներին կարողանալու ենք վստահաբար առաջարկել անվճար կրթություն եւ որը լինելու է նաեւ որակյալ կրթություն։ Այն միլիոնները, որ հիմա ծախսում են այսպես կոչված օրինակ ակադեմիական քաղաքի վրա, որը բացարձակ անիմաստ է, իհարկե չխորանամ այդ թեմայի մեջ, բայց բացարձակ անիմաստ է։ Դրա փոխարեն այո երիտասարդները գնալու են եւ անվճար կրթություն են ստանալու։ Քանի որ կրթությունից խոսեցին, նաև ուսուցիչների մասին մի փոքր անդրադարձ կատարեմ, նաև որպես նախկին ուսուցիչ, ինձ համար անչափ կարևոր է այն սոցիալական երաշխիքները, որ տրվում են ուսուցիչներին։ Ուսուցիչը մեր կրթության ֆունդամենտն է, այս առանցքն է։ Եվ հիմա ինչ ենք տեսնում։ Մեծ խոսում են, չէ, ուսուցիչը 700,000 դրամ է ստանում, 10 հոգի մարդ 700,000 դրամ ստանա ամբողջ հանրապետությունում, թե չստանա։ Բայց հասարակ ուսուցիչը 80,000, 100,000, 150,000 սոցիալական բեռի տակ կքած, բայց ինչ են անում այդ նույն ժամանակահատվածում դատախազինը, քննիչինը, դատավորներինը բերում օրենքով միանգամից բարձրացնում են աշխատավարձերը, որովհետև քննիչին պետքա հրաման տան իրենց ճաշակով գործեր կարեն, դատախազը հետո դա պետքա գնա դատարանում պաշտպանի, հետո այդ նույն դատավորն էլ պետքա դակի իրենց կայացրած որոշումները։ Դրա համար դատավորին, դատախազին, քննիչին օրենքով բարձրացնում են, իսկ այ ուսուցչի համար մի հատ խայտառակ ատեստացիոն համակարգ են ստեղծել, ասում են գնացեք դրանով անցեք։ Մենք վերանայելու ենք այդ համակարգը եւ ուսուցիչների բազային աշխատավարձը վստահաբար բարձրացնելու ենք, որովհետեւ մենք հասկանում ենք, որ ուսուցչի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն գալիք սերնդին կրթելու համար։ Երևի կրթության հատվածից այսքանը, բայց գիտեք ինչ եմ ուզում ձեզ ասել, որ առաջիկա ընտրություններին հեշտ չի լինելու։ Միգուցե վատ բան եմ ասում, բայց իսկապես հեշտ չի լինելու, բայց պատվաբեր պայքար է սպասում մեզ բոլորիս։ Մենք բոլոր հիմքերն ունենք հաղթանակ արձանագրելու, որովհետև սա այն պայքարն է, որ գիտակցում ենք սովորական ընտրություն չի լինելու, մեր ինքնության համար պայքարն է։ Այսօր եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող այդ քայքայի ճարշավանքը, որ տեղի ունենում եկեղեցու նկատմամբ, չի կարող մեզ համար այսպես սովորական ընկալվել։ Մենք ընտրության գնալու ենք, որպեսզի պաշտպանենք մեր եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանի ընտրությամբ վերջնականապես քանդվելու է հիմքերը մեր ինքնության եկեղեցու։ Այսօր Նիկոլ Փաշինյանը այստեղ է եկեղեցու դեմ գրող կազմակերպում, Ալիևը մեր եկեղեցին այնտեղ պղծում։ Ինչ տարբերություն։ Հետևաբար այս ընտրությունները այո շատ բարդ ընտրություններ են լինելու, բայց միասին ես վստահ եմ, որ կարողանալու ենք հաղթահարել այս փորձությունը եւ պատվով դուրս են գալու հաղթանակած եւ իհարկե միասնական ուժերով։ Շնորհակալ եմ։